Լորին պատրաստվում է զբոսաշրջային նոր փուլ մտնել։ Մարզում կայացել է արդեն ավանդական դարձած տուրիզմ թոքս մասնագիտական հարթակի 8-րդ հանդիպումը, համախմբելով զբոսաշրջության ոլորտի պետական, միջազգային, տեղական ինքնակառավարման եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչներին։ Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառման առանցքային իրադարձությունը Լոռու մարզի համար մշակված զբոսաշրջային բրենդի առաջին հանրային ներկայացումն է։ Հեղինակների համոզմամբ բրենդը պատմություն է, որը պետք է փոխանցի Լոռու առանձնահատկությունները, բնությունը, մշակույթն ու մարդկանց։ Տարբեր քննարկումների արդյունքում, այդ թվում նաև Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի, նաև Լոռու մարզպետի աշխատակազմի եւ նաև DMO թիմի հետ ի վերջո ընտրվել է այն մոտեցումը, որ Լոռու բրենդը պիտի տրամաբանական շարունակություն, այսպես ասած, լինի Հայաստանի բրենդի եւ նույն սկզբունքը բրենդի տարային ֆորմատի վերագրվել է նաև Լոռու մարզին եւ այսպիսով որպես առանձին տարբերանշան կիրառվում է հենց Լոռի տեքստը եւ դրա արդեն կիրառելիությունը սահմանվում է տարբեր բրենդինգային հնարքների միջոցով։ Օրինակ Հայաստանի Հանրապետության դեպքում, եթե մենք կիրառում ենք Armenia the Hidden Track, Լոռու մարզի դեպքում կիրառում ենք օրինակ Lorry of Armenia, որովհետեւ մարդիկ ճանապարհորդում են Լոռու մարզ ոչ թե առանձին որպես միավոր, այլ են գալիս են Հայաստան, հետո արդեն սկսում ճանաչել Հայաստանի տարբեր հատվածներ, այդ թվում նաև Լոռին։ Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի գերմանական միջազգային համագործակցության ընկերության գործակցությամբ կազմակերպված տուրիզմ թոքսը դարձել է մասնագիտական երկխոսության հարթակ, որտեղ ոչ միայն քննարկվում են ոլորտի խնդիրներն ու հնարավորությունները, այլև ներկայացվում են զարգացման նոր ուղղություններ։ Լոռին դառնալու է Հայաստանի Հանրապետության մշակութային, գաստրոնոմիկ, արկածային, գյուղական, էկո, այսինքն բոլոր փորձառությունները, ինչ որ մեր ռազմավարությամբ մենք սահմանել ենք որպես առաջնահերթություններ, Լոռու մարզը իր մեջ գնում է այդ բոլոր հնարավորությունները։ Մի քանի տարի հետո վստահեցնում եմ ձեզ, մարզի բրենդը ճանաչելի է դառնալու եւ մեզ ներքին զբոսաշրջիկներին եւ միջազգային զբոսաշրջիկներին։ Կարծես լավ, կարևոր մի հարթակ է դարձել նորություններով կիսվելու, գաղափարների մշակման, միասին ինչ-որ հարցեր քննարկելու եւ քայլերը միասին որոշելու համար։ Լոռին Հայաստանում առաջին մարզն է, որն արդեն ունի իր համար առանձին մշակված մարքեթինգային ռազմավարություն եւ բրենդինգ։ Մարզն այսօր փորձում է հստակեցնել իր տեղը զբոսաշրջային քարտեզում եւ մրցունակ դառնալ միջազգային շուկայում։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։